բարեփոխումներից ի վեր։ Շուկայի մեկնարկից 3 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էականորեն ավելացել է։ Մասնավորապես, եթե մեկնարկի առաջին տարվա 2022 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3%, 23 թվականի արդյունքներով այն կազմել է 20.1%, ապա 24 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27.8%, իսկ 25 թվականի կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36%-ի։ Շուկայի ազատականացումն ապահովել է նաև նոր մրցակցային մասնակիցների մուտքն էլեկտրաէներգետիկական համակարգ։ 24 թվականի արդյունքներով մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ, թրեյդերներ, 144 մրցակցային էլեկտրակայաններ և գործել են 16 որակավորված սպառողներ։ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված 20 մատակարար կազմակերպություններից, սակայն 24 թվականին շուկայում գրանցվել և ակտիվ գործողություն են ծավալել 6 մատակարար ընկերություններ, որոնց կողմից մրցակցային սպառողներին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 1 միլիարդ 54 միլիոն կիլովատ-ժամ։ Շուկայի ազատականացումը կողմնորոշիչ ազդակ է ոլորտում հետագա ներդրումների, այդ թվում օտարերկրյա խթանման ու ներգրավման համար։ Պետության կողմից տրամադրվող երաշխիքներից հրաժարվելու և ամբողջությամբ մրցակցային տիրույթում գործելու պայմանով 2024 թվականի արդյունքներով հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ, ընդհանուր 120 մեգավատ գումարային հզորությամբ, որոնց ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 միլիարդ դրամ։ Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները և ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնները, հանձնաժողովը 24 թվականին իրականացրել է գազամատակարարման համակարգի օպերատորի, բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների սակագների վերանայում, միևնույն ժամանակ, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել և դրանք մնացել են անփոփոխ։ Հաշվի առնելով 25 թվականի փետրվարի 1-ից մինչև 26 թվականի հունվարի 31 ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի հզորության արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերի իրականացման ժամանակացույցերը, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների մոտ կանխատեսված և փաստացի ծավալների շեղման արդյունքում հասույթի ճշգրտումը, Երևան ջերմաէլեկտրակենտրոն փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ եկամուտի և 30 մեգավատ և ավել տեղակայված հզորությամբ ջերմաէլեկտրակայանների գազի ծախսի փոփոխությունները, 2024 թվականի իրականացված կապիտալ ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությունը և համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները, հանձնաժողովը 24 թվականի տարեվերջին վերահաշվարկել է սակագնային կարգավորման ենթակա արտադրող խոշոր կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի ծառայությունների մատուցողների կողմից մատուցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, շուկայի օպերատորի, էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայությունների սակագները, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման վճարները, Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժան և վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունների մատուցման սակագները։ Այստեղ ևս էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման արդյունքում սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել և դրանք մնացել են անփոփոխ։ Հարգելի պատգամավորներ, 24 թվականի ընթացքում հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակում
էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներ են իրականացվել Հայաստանի էլեկտրական ցանցեր, Գազպրոմ Արմենիա, Contour Global Hydrocascade, Միջազգային էներգետիկ կորպորացիա, Հաշվարկային կենտրոն, Հայկական ատոմային էլեկտրակայան, Բարձրավոլտ էլեկտրացանցեր եւ Երևանի ջերմաէլեկտրոկենտրոն փակ բաժնետիրական ընկերությունները։ Բացի այդ, Հայկական ատոմակայանի եւ Բարձրավոլտ էլեկտրացանցեր փակ բաժնետիրական ընկերությունները ներդրումներ են իրականացրել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ վերջինիս երաշխիքով միջազգային ֆինանսական կառույցներից ստացված վարկերի ծրագրերի շրջանակներում։ Կարգավորվող ընկերությունների կողմից իրականացված ներդրումային ծրագրերի շրջանակում 2023 եւ 2024 թվականներին ավարտված եւ շահագործման հանձնված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 133.5 միլիարդ դրամ, որից 23 թվականի արդյունքներով 65.8 միլիարդ դրամ, իսկ 24 թվականի արդյունքներով 67.7 միլիարդ դրամի չափով։ Վերականգնող էներգետիկայի զարգացումը եւ դրա միջոցով հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է հանձնաժողովի գործունեության առանցքում։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրոկայաններ, եւս 16-ը գտնվել են կառուցման փուլում։ Կառուցվող փոքր հիդրոէլեկտրոկայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրոկայաններ, փոքր հիդրոէլեկտրոկայանների մասին է խոսքը, 467 մեգավատ գումարային հզորությամբ։ Արևային էներգետիկայի մասով հանրապետությունում գործել են 72 արևային էլեկտրակայաններ, եւս 47-ը գտնվել են կառուցման փուլում, ներառյալ 55 մեգավատանոց Մասրիկ 1 արևային կայանը, որի շահագործման թույլտվությունը հանձնաժողովի այսօրվա նիստում տրվեց արդեն։ Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 119 արևային էլեկտրակայաններ 577 մեգավատ գումարային հզորությամբ։ Հարկ է նշել սակայն, որ վերը թվարկված ցուցանիշները վերաբերվում էին էլեկտրական էներգիայի լիցենզավորված արտադրությանը, իսկ վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ էներգետիկ անկախության ապահովման համատեքստում տարեցտարի առավել նշանակալի է դառնում նաև ինքնավար էներգաարտադրության դերը հանրապետությունում։ 2024 թվականի տարեվերջի դրությամբ Բաշխման ցանցին միացված ինքնավար էներգաարտադրողների քանակը կազմել է 31249, իսկ վերջինիս համակարգերի ընդհանուր հզորությունը գերազանցել է 420 մեգավատը։ Այստեղ պարզաբանեմ, որ խոսքը գնում է տանիքներին տեղադրված արևային մարտկոցների մասին եւ ոչ թե արտադրական նշանակության արևային էլեկտրակայանների մասին։ Այսինքն 420 մեգավատ մենակ տանիքներին այս պահին արև ունենք եւ միջինը տարեկան 15 մեգավատ ամսական ավելանում այդ հզորությունը։ Հարգելի падգամավորներ, ջրային ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների բարելավման, ինչպես նաև մատակարարի կողմից վթարավերականգնողական աշխատանքների իրականացման խթանման նպատակով 2024 թվականի ընթացքում լրամշակվել են խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները։ Համաձայն սակագների ճշգրտման մեխանիզմների սակագները յուրաքանչյուր տարի ենթարկա են ճշգրտման հաշվի առնելով մանրածախ ջրամատակարարման ծավալների փոփոխությունը, սղաճը, ընկերության մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխությունը։ Ելնելով սակագների վրա ազդող վերը թվարկված գործոններից եւ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքներից հանձնաժողովը հաշվետու տարում հաշվարկել է 2025 թվականի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները սոցիալապես անապահով սպառողների համար 180 դրամ խորանարդ մետրի համար ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ մյուս բաժանորդների համար գումարային 200.42 դրամ, էլի ներառված ավելացված արժեքի հարկը, այսինքն սպառողների համար 2025